Հոկտեմբերի 27-ը կրկնակի խարան է մեր նորագույն պատմության ճակատին։ Այն նույն ժամերին, երբ խորհրդարանի դահլիճում սպանվում էին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, մայրաթոռում հռչակվում էր նոր հայրապետի անունը։ Այդ պահից սկսած կաթողիկոսական գահը կապվեց ոչ թե ժողովրդի հավատքին, այլ նրան վասալացնող Քոչարյանի քրեաօլիգարխիկ համակարգին։ Այսօր մենք ապրում ենք այդ կապանքի ծանր հետևանքները։ Առաջիկա նոյեմբերի 4-ին մայրաթոռում տեղի ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Մինչ այդ արժանապատիվ եպիսկոպոսները պետք է դառնան պատմության պատասխանատու գործիչներ։ Նրանք կոչված են վերականգնելու մեր եկեղեցու արժանապատվությունը։ Ոչ մի անթիլասական, ոչ մի աշխարհական չպետք է որոշի Էջմիածնի գահակալի ճակատագիրը։ Արշակ Սրբազանի ճղճիմ տեսանյութից հետո նրա անամոթ մասնակցությունը հաջորդող օրվա պատարագին ու թափորին վեհափարի լուռ համաձայնությամբ ցույց է տալիս, որ բարոյական սահմանը հատված է։ Սրբազան հայրեր, եթե դուք լռեք, կլռի ամբողջ եկեղեցին։ Եթե դուք գործեք, կփրկեք ոչ միայն լուսավորչի գահը, այլ ողջ հավատացյալ մեր ժողովրդի հավատի հեղինակությունը։